Բրյուսելում ստորագրված ԵՄ Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգը նոր լարվածություն է առաջացրել Բաքու-Երևան հարաբերություններում։ Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության, այն փաստաթուղթը, որ նստեյության պետք է վերաբերեր բացառապես Բրյուսելի եւ Երևանի երկկողմ հարաբերություններին, ներառում է ձևակերպումներ, որոնք խեղաթյուրում են հետկոնֆլիկտային իրականությունը եւ հակասում Ադրբեջանի շահերին։ Մասնավորապես Բաքուն քննադատում է այն, որ փաստաթղթի տարբեր բաժիններում օգտագործվել է Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով հանված Ղարաբաղցի հայեր ձևակերպումը։ Ադրբեջանի արտգործնախարարության մեկնաբանմամբ այս արտահայտությունը վերաբերում է այն անձանց, որոնք հայկական կողմից ներկայացված վերաինտեգրման ծրագիրը մերժելուց հետո կամավոր տեղափոխվել են Հայաստան եւ նրանց փախստականներ անվանելը ըստ Բաքվի ԵՄ-ի կողմնակալության դրսեւորում է։ Ադրբեջանը նաեւ մտահոգություն է հայտնում այն հատվածի վերաբերյալ, որտեղ նշվում է, որ ԵՄ-ն սատարում է միջազգային դատարանի համապատասխան որոշումների լիարժեք, արագ եւ արդյունավետ իրականացմանը։ Բաքվի մեկնաբանությամբ այս ձևակերպումը հուշում է Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված պահանջների մասին, շրջանցելով Ադրբեջանի սեփական իրավական պահանջները Երևանի նկատմամբ։ Ավելին Ադրբեջանը հիշեցնում է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Ադրբեջանի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի առաջնորդների մասնակցությամբ նախաստորագրված խաղաղության նախագիծը Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման ուղին արդեն իսկ պարունակում է այդ պահանջների կարգավորման մեխանիզմ։ ԵՄ Հայաստան փաստաթղթում այս նախագծիչը հիշատակումը ըստ Բաքվի լուրջ հարցեր է առաջացնում հայկական կողմի Վաշինգտոնում ստանձնած պարտավորությունների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։ Ադրբեջանի քննադատության մի այլ առանցքային թեմա էլ Հայաստանում մոնիթորինգային առաքելության ներկայությունն է։ Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդում է, որ ԵՄ մոնիթորինգային առաքելությունը գործում է որպես քարոզչական գործիք Ադրբեջանի դեմ եւ ԵՄ Հայաստան փաստաթղթում առաքելության լիարժեք կարողությունների ապահովումը հակասում է կողմերի սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելու մասին պայմանավորվածությանը։ Բաքուն դժգոհություն է հայտնում նաեւ այն առնչությամբ, որ փաստաթուղթն ընդգծում է Հայաստանի խաղաղության խաչմերուկ նախաձեռնության կարեւորությունը։ Այն դեպքում, երբ ինչպես նշում է ադրբեջանական կողմը տարածաշրջանային կոնսենսուս այս նախագծի շուրջ դեռ չկա։ Միաժամանակ Ադրբեջանի արտգործնախարարությունը կտրուկ քննադատում է նաև այն, որ փաստաթղթում գերիներ են անվանվել հայ ազգի այն անձինք, որոնք ըստ Բաքվի մեղադրվում կամ դատապարտվել են այսպես ասած մարդկության դեմ հանցագործությունների եւ պատերազմական հանցագործությունների համար։ Այս հարցը Բաքուն գնահատում է որպես իրականության լուրջ աղավաղում։ Ադրբեջանը հայտարարում է, Բրյուսելում ստորագրված օրակարգը վտանգում է խաղաղության գործընթացի տրամաբանությունը եւ կարող է վնաս հասցնել հարաբերությունների կարգավորման ուղղված վերջին ամիսների ընթացքում արձանագրված առաջընթացին։ Պաշտոնական Երևանն արձագանքել է Բաքվի հայտարարությանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ադրբեջանական հայտարարությունները գնահատել է ապատեղեկատվական, մանիպուլյատիվ եւ խաղաղության օրակարգը խաթարող։ Հայկական կողմն ընդգծում է, որ ԵՄ Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգը նպատակ ունի ամրապնդելու ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, անվտանգության եւ արդարադատական համակարգերի բարեփոխումները եւ որևէ կերպ չի կարող դիտվել որպես կողմնակալություն Ադրբեջանի նկատմամբ։ Այն, ինչպես նշել է արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը, ընդհանրեն արտացոլում է Հայաստանի եւ Եվրոպական միության միջև երկկողմ ձևավորված եւ խորացող գործընկերության բովանդակությունը, հիմնված ընդհանուր արժեքների եւ փոխադարձ շահերի վրա։ Հայաստան-ԵՄ փաստաթուղթը արտացոլում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումները, այլև ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը եւ սոցիալ-տնտեսական դիմակայունությանն աջակցելու ԵՄ-ի հանձնառությունը։ Ակնհայտ է, որ սա ինքնին միայն նպաստում է տարածաշրջանում խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին։ Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը ներառում է ապագայի վերաբերյալ մեր ընդհանուր տեսլականը, որում արտացոլվում է նաև տարածաշրջանում կայունությունը, խաղաղությունը ամրապնդելու ընդհանուր հանձնառությունը։ Հատկանշական է, որ նույն օրը կայացած Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ ԵՄ-ն ողջունել է Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արձանագրված պատմական հանգրվանը։ Այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը։ Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը նաև հավելել է. ԵՄ-ն վերահաստատել է իր ամուր աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանը։ Լուսինե Գրիգորյանը, Free News, Ազատ լուրեր։